Տեսնում ենք ընտրատեղամասը այցելել Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը, ինքնը չէ։ Գիտեք վարքյաններ առաջ ես երբ որ քվեարկում ավելի ճիշտ երբ որ ազնագիրս ներկայացնում էի հիշեցի 88 թվականի փետրվարի 20-ը իհարկե երազում ենք ունենալ այդպիսի ազնագիր այսօր ունենք ոչ միայն ունենք ազնագիր այդ ազնագրով վկայություն ենք բերում որ արդեն ունենք ձևավորված հանրապետություն ձևավորված երկիր եւ ամենակարևոր այդ երկիրը գնում է համանadrական բարեփոխումների նպատակ ունենալով ժողովրդավարության արժեքները ավելի խորը ամրապնդելու մեր երկրում։ Պարոն վարչապետ, միջազգային հանրությունը ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ չեն ճանաչում արդյունքները եւ այս հանրակրթություն չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Ինչ կարող եք ասել։ 88 թվականի փետրվարի 20-ին մենք իմանում ենք, որ միջազգային հանրության հետ կապված բարդ խնդիրներ են ունենալու, խնդիրներ են ունենալու։ Ամենակարևորը այն է, որ մենք այս համանadrական փոփոխություններ անում ենք առաջին հերթին մեզ համար, մեր երկրի համար, մեր ժողովրդի համար, որպեսզի կարողանանք կառուցենք այնպիսի երկիր, որտեղ ապրելը հաճելի լինի եւ պատվաբեր։ Պարոն Հարությունյան, մեր երկրի մասին Թալիշի վերականգնման հետ կապված ինչ քայլեր են արվում եւ որ փուլում է գյուղի վերականգնումը։ Թալիշի վերաբերյալ քայլեր կատարվել են 94 թվականի մայիսի 12-ից սկսած մինչև ապրիլի 1-ը ընդամենը մի քանի օր դադարել են այդ աշխատանքները, ունեցանք ավելվածություններ, շարունակական է լինելու այն ծրագրերը։ Նկատի ունեմ հիմա ապրիլից հետո։ Ամեն օր այնտեղ ծրագրեր կատարում են, աշխատանքներ կատարում են, իհարկե քիչ կամաց, որտեղ ռազմավարական խնդիրների հետ կապված դեռ որոշումներ ունեն կայացնել։ Պարոն Հարությունյան, Հայաստանը ասում է կատարում պարլամենտական կառավարման ձևին, սակայն Արցախը այլ կառավարման ձև է ընտրել։ Նպատակահարմար է արդյոք որ հայերի համար երկրորդ երկրում։ Ես խնդրում եմ խորը կարդալ սահմանադրությունը եւ կտեսնեք, որ ժողովրդավարական առումով հետ չի պարլամենտական որևէ երկրից կա տարբերություն մեր սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության, որտեղ Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարը դա վարչապետն է լինելու սահմանադրությունը գործելուց հետո մեր մոտ նախագահ, որ ընտրվելու է ժողովրդի կողմից ընտրվել, բայց պարլամենտարիզմի առումով պարլամենտին տրված է բավականին մեծ լիազորություններ եւ այդ հակակշիռը եւ զսպող մեխանիզմները այդտեղ նախատեսված է։ Ազգային ժողովի ընտրությունների եւ նախագահի ընտրությունների օրենք նույնն են լինելու, սա ոչի շտաբի կողմից որ ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, կոշտ գնահատականների արժանացավ, Հայկ Խանոյանը նշեց, որ սա Զիմբաբվեի օրինակ է։ Ես չգիտեմ, որ երկրի օրինակ է, ես գիտեմ, որ ժողովրդավարության առումով ուսումնասիրեք սահմանադրությունը եւ կտեսնեք, որ ոչ մի եվրոպական ժամանակակից սահմանադրության չի զիջում։ Պարոն վարչապետ, պետք է ուսումնասիրել ընդամենը սահմանադրությունը։ Ձեր քննադատները նաեւ ասում են, որ իշխանության գերկենտրոնացվածությունը հա մեկ անձի նախագահի ձեռքում կարող է դեպի ավտորիտարիզմ տանող։ Ես խնդրում եմ կարդալ սահմանադրությունը։ Ճանապարհվածել ինչ կարող եք ասել։ Ես խնդրում եմ կարդալ սահմանադրությունը։ Այդպիսի բան չկա, որ գերկենտրոնացված է մի անձի շրջանակներում իշխանությունը։ Պետք է սահմանադրությունը կարդալ։ Պետք է կարդալ եւ խնդրեմ բելը։ Կառավարման մոդելի ակտիվացիոն ցուցանիշը հայտնական ցուցանիշներն են, այս երկի տարիների մեջ տնտեսական հաշվառման ծառայություն բազային Հայաստանի ընդհանուր պայմանավորված կառավարման մոդելի փոփոխություն։ Նայեք, ամենակարևորը մոդելը, որ այսօր գոյություն ունի դեռ կիսանախագահական, ունի քաղաքական վտանգներ։
Քաղաքական վտանգներից խուսափելու համար մենք ընտրել ենք այս մոդելը, այսինքն մոդել, որտեղ ինչքան հնարավոր է պետք է խուսափել քաղաքական ռիսկերից եւ ժողովրդին պետք է տրվի ավելի մեծ լիազորություն եւ ժողովրդի ընտրությամբ պետք է կառավարման մոդելը ավելի հեշտ փոփոխվի։ Գործող մոդելը դա թույլ չի տալիս, կիսանախագահական մոդել է։ Առաջարկող մոդելը շատ ժողովրդավարական, պարլամենտարիզմի բոլոր այդ կարևոր պայմանները նախատեսած, իհարկե նաև ունենալով նախագահ, որը գործադիրի ղեկավարն է, բայց դա չի նշանակում, որ գերկենտրոնացված է մի անձի շուրջը։ Իսկ տնտեսական աճը պայմանավորված է կայունությամբ։ Մեզ պետք է կայունություն։ Շնորհակալություն։